Անահիտ Մկրչյանը ապրում էր փոքրիկ գյուղի ծայրամասում Գյումրիի մոտակայքում, հին փայտե տանը, որը ստացել էր սկեսրոջից։ Նա 32 տարեկան էր և վերջին 2 տարիներին մենակ էր ապրում, այն օրվանից, երբ ողբերգականորեն մահացել էր ամուսինը, Հայկը։ Այդ ժամանակվանից ամեն օր նման էր նախորդին։ Նա հաց էր թխում, լավաշ ու փլավ պատրաստում, շուկայում վաճառում և տուն էր վերադառնում ծանր սրտով ու հոգնած մարմնով։ Կյանքը հոսում էր դանդաղ, հյուսիսային խիստ ձևով, լուռ երեկոներով վարարանի մոտ և մենակ արշալույսերով բակում ագռավների ձայների ներքո։ Տունը, որտեղ նա ապրում էր, ճռճռում էր քամու տակ և դողում ցրտահարություններում, բայց Անահիտի համար այն մնում էր անցյալի հետ վերջին կապը։ Նա խնամում էր այն, ինչպես կենդանի էակի, վերանորոգում տանիքը, սպիտակեցնում վարարանը, դասավորում հին գրքերն ու լուսանկարները։ Հարևանները հարգում էին նրան դիմացկունության համար, թեև խղճով էին նայում իրար, չափազանց երիտասարդ է այդպես մենակ ապրելու համար, կարծես հավերժական սգի մեջ գտնվող հայրի։ Բայց Անահիտը ոչ ոքի խղճահարություն չէր ուզում։ Նա նոր սեր չէր փնտրում և փոփոխություններ չէր սպասում։ Նա պարզապես ապրում էր, ինչպես կարողանում էր։ Այդ աշնանային օրը երկինքը առավոտից ծանր էր, ցածր կապարագույն։ Ծառերը ճռճռում էին թափելով վերջին տերևները, օդում շրջանառվում էր խոնավ հողի և մոտեցող ամպրոպի հոտը։ Անահիտը նոր էր վերադարձել շուկարից, որտեղ հասցրել էր վաճառել մի քանի հաց թանձր տաք կրակի վրա թխված և մի քանի փլավ կաղամբով։ Նա հանեց գլխաշորակը, կախեց վերարկուն դրան մոտ և վարարան փետ դրեց։ Անձրևը սկսեց խփել ապակուն, սկզբում համեստորեն, հետո կատաղի։ Ուժեղ քամին ոռնաց, փչելով դռների տակից և ցնցելով փեղկերը։ Բաժակը տաք թեյով ձեռքերում սեղմած, Անահիտը նստեց պատուհանի մոտ։ Նա նայում էր դաշտի վրա բարձրացող մարախուղին և մտածում, թե որքան արագ է անցնում ժամանակը։ 2 տարի։ Երբեմն թվում էր, թե ամեն ինչ երեկ է տեղի ունեցել, երբեմն, որ անցել է ամբողջ տասնամյակ։ Նա այլևս լաց չէր լինում։ Արդյունքները, ինչպես ուժերը, վաղուց սպառվել էին։ Մնացել էր միայն հոգնածությունն ու ինչ-որ սսպված, հանգիստ վճռականություն, շարունակելու հիշատակի համար, իր համար։ Մինչդեռ փոթորիկը լրջորեն էր բռնկվում, մթնեց, կարծես երեկո էր եկել, թեև դեռ 4-ն էր ցերեկը։ Էլեկտրականությունը, ինչպես սովորաբար այդ վայրերում, մի քանի անգամ թարթեց և անջատվեց։ Անահիտը վառեց մոմերը, ուղղեց բազմոցի վրա գծված վերմակը և փակեց փեղկերը։ Դրան հետևում ոռնում էր քամին, վարարանում ճակճկում էին գերանները։ Տաք ու հարմարավետ էր, բայց մի փոքր անհանգիստ։ Այս աշնանային փոթորիկները միշտ բերում էին անորոշության զգացում, կարծես ինչ-որ բան պետք է պատահեր։ Նա վեր կացավ, փետ ավելացնելու համար, երբ հանկարծ դրան վրա ծանր հարվածներ լսվեցին։ Անսովոր, բարձր, համար, կարծես մեկը հուսահատության մեջ էր։ Անահիտը սառեց։ Այդ ժամին գյուղում ոչ ոք հյուրի չէր գնում, առավել ևս այդպիսի եղանակին։ Նա դանդաղ մոտեցավ դրանը, սիրտը ավելի արագ բաբախեց։ Քամին ոռնում է, անձրևը հարվածում է, իսկ դրան հետևում մեկը բախում է։ Ով կարող էր լինել։ Նա վերցրեց լապտերը, բարձրացրեց կողպեքը և զգուշորեն բացեց դուռը։ Դրան շեմին կանգնած էր տղամարդ, թրջված մինչև ոսկորները, ուսերը իջած, ցրտից դողալով։ Լապտերի լույսում նրա դեմքը հյուծված էր թվում, աչքերը հոգնած և ուշադիր։ Խնդրում եմ, խրպոտ ձայնով ասաց նա։ Գիշերով միայն ապաստան եմ խնդրում։ Անահիտը շփոթվեց։ Անծանոթը սարսափելի տեսք ուներ։ Ոչ թե վտանգավոր էր, այլ անծանոթ, հանկարծակի, ինչպես հենց փոթորիկը։ Բայց միևնույն ժամանակ նրա ձայնում ինչ-որ մարդկային, կոտրված բան կար։ Նա գնահատեց նրան հայացքով։ Նրա վրա հին վերարկուն էր, կոշիկները ցեխոտ, անձրևի կաթիլները հոսում էին այտերով։ Նա փողոցային չէր թվում, բայց տեղացի էլ չէր։ Մի պահ նրանք լուռ կանգնած էին, ապա քամու նոր պոռթկումը հարվածեց աստիճաններին, գրեթե դուռը ձեռքից խլելով։ Անահիտը մի կողմ քաշվեց և կարճ գլխով ցույց տվեց։ Մտեք։ Տղամարդը ներս անցավ, դժվարությամբ անցնելով շեմը։ Նա փակեց դուռը և կողպեց կողպեքը, զգալով, որ կրծքի լարվածությունը մի փոքր թուլացավ։ Անծանոթը կանգնած էր սենյակի մեջ տվում, դեռ դողալով։ Անահիտը նրան սրբիչ տվեց և ցույց տվեց վառարանի մոտ գտնվող նստարանը։ Հանեք թաց հագուստը,
հիմա չոր բան կտամ։ Նա ոչ մի բառ չասաց, միայն գլխով հաստատեց։ Մինչ նա փոխվում էր հայկից մնացած հին տղամարդու վերնաշապիկի մեջ, Անահիտը եռացրեց ջուրը և սեղանին դրեց տաք թեյ մուրաբանով։ Տղամարդը նստեց, երկու ձեռքով բռնելով բաժակը, և երկար լուռ մնաց։ Շնորհակալ եմ, վերջապես ասաց նա։ Ինձ Արամ են ասում։ Անահիտը պարզապես պատասխանեց. Անահիտ, այստեղ դուք ապահով եք։ Արամը նայեց նրան երախտագիտությամբ, բայց այլևս ոչինչ չասաց։ Նրան զարմացրեց, թե որքան զսպված էր նա պահում իրեն։ Կարծես սովոր էր ոչ մի բան չխնդրել, բայց այսօր ստիպված էր խախտել սեփական կանոնները։ Նա հարցեր չտվեց։ Թող նախտականա, մնացածը կսպասի։ Պատուհաններից դուրս փոթորիկը ուժ գնանում էր, իսկ տանը չնայած անսպասելի հյուրին ավելի տաք էր դառնում։ Անահիտը զգաց ինչ-որ տարօրինակ հուզմունք, կարծես ճակատագիրը, որ երկար քնած էր, հանկարծ արթնացավ։ Գյուղում գիշերն արագ իջավ։ Փոթորիկը պատուհանից դուրս ուժ գնացավ։ Քամին ծառերից պոկում էր վերջին տերևները և խուլ ոռնալով հարվածում պատերին։ Հին տունը ճռճռում էր, բայց ամուր կանգնած էր, կարծես իմանալով, որ պետք է դիմանա ցանկացավ եղանակի։ Ներսում տաք էր վարարանից, և միայն քամու հազվադեպ ոռնոցն էր հիշեցնում, թե որքան խիստ կարող է լինել բնությունը պատերից դուրս։ Անծանոթը, որն իրեն Արամ էր ներկայացրել, դեր նստած էր վարարանի մոտ, փաթաթված բրդյավերմակի մեջ։ Հագուստը չորանում էր աթոռի թիկունքին, կոշիկները կանգնած էին շեմին, թողնելով կեղտոտ հետքեր գորգի վրա։ Նա կանգնած էր վարարանի մոտ, կտրելով հաց և ափսեի մեջ լցնելով մնացած ապուրը։ Տղամարդը չէր խնդրել ուտելիք, բայց նա գիտեր այդպիսի ցրտից հետո տաք ուտելիքը պակաս կարևոր չէ, քան ջերմությունն ու տանիքը։ «Կերեք», ասաց նա ափսեն նրա առջև դնելով։ «Այստեղ հյուրանոց չէ, բայց քաղցած ոչ մեկին չեմ թողնի»։ Նա բարձրացրեց աչքերը և մի պահ դրանց մեջ երախտագիտություն փայլեց, արագ փոխարինվելով զգոնությամբ։ Նա ակնհայտորեն սովոր չէր օգնություն ընդունել, սակայն վերցրեց գդալը, փորձեց ապուրը և դանդաղ գլխով հաստատեց, կարծես հավանում էր, բայց բառեր չգտավ։ Նրանք լուռ ուտում էին, լսելով, թե ինչպես պատուհանից դուրս անձրևն է հարվածում և ամպրոպը գոռում։ Անահիտը գաղտագողի դիտում էր նրան, ինչ-որ բան նրա արտաքինում չէր համապատասխանում պարզ ճանապարհորդի պատկերին։ Ձեռքերը աշխատած էին, կոշտ մաշկով, ոչ թե հողի վրա աշխատանքից, այլ այնպիսի լարվածությունից, որը բնորոշ է նրանց, ովքեր սովոր են ինչ-որ բան բռնել։ Գուցե ղեկ, գուցե ծանրաձող, գուցե նույնիսկ զենք։ Նրա կեցվածքը հանգիստ չէր, ինչպես հոգնած գյուղացու մոտ։ Ընդհակառակը, յուրաքանչյուր շարժման մեջ զգացվում էր զսպվածություն, որը ձեռք է բերվել ինքնակարգապահությամբ։ Բայց ամենակարևորը հայացքն էր։ Այն սուր էր, ուշադիր և միևնույն ժամանակ անտարբեր, ինչպես մարդու մոտ, ով սովոր է դիտել, բայց չխոսել։ «Դուք հեռվից եք», խախտեց նա լռությունը, չսպասելով ուղիղ պատասխանի։ «Կարելի է ասել», կարճ պատասխանեց նա, առանց աչքերը բարձրացնելու։ Պարզապես պետք էր որոշ ժամանակով հեռանալ։ Անահիտը ոչինչ չասաց։ Անիմաստ կլիներ պնդելը։ Նա գիտեր, որ յուրաքանչյուր մարդ լռության է գալիս իր պատճառով։ Եթե մարդը պատրաստ չէ խոսել, նշանակում է դեռ ժամանակը չէ։ Փոխարենը նա սկսեց ամանները լվանալ, սովորական շարժումներով շեղելով իրեն մտքերից։ Արամը վեր կացավ, օգնեց ամանները հավաքել և նա նկատեց, թե որքան խնամքով է նա վերաբերվում իրերին։ Զգուշորեն, ճշգրիտ, կարծես յուրաքանչյուր շարժում պետք է լիներ հաշվարկված։ Հետո նրանք կրկին հայտնվեցին վարարանի մոտ։ Տանը լռություն էր, ընդհատվում միայն գերանների ճաքճքոցով։ Լամպի լույսում Արամի դեմքը հոգնած էր թվում, բայց կենտրոնացած։ Նա հիվանդ չէր, ծեծված տեսք չուներ, բայց նրա մեջ ինչ-որ հյուծված բան կար։ Կարծես երկար ճանապարհ էր անցել, ոչ այնքան ֆիզիկապես, որքան ներքին։ «Ունեք որտեղ մնալ», հարցրեց Անահիտը, արդեն իմանալով պատասխանը։ «Ոչ, այսօր ոչ»։ «Այդ դեպքում մնացեք գիշերով»։ Հայկի սենյակում հին մահճակալ կա։ Նա կտրեց, բայց արագ հավելեց. «Սենյակը մաքուր է, անկողինը պատրաստ է»։ Արամը գլխով հաստատեց, առանց շնորհակալության բառերի, առանց ավելորդ հույզերի։ Բայց նրա հայացքում ինչ-որ մարդկային բան փայլեց, հարգանք գուցե կամ թեթևացում։
Սենյակը, որի մասին խոսում էր, գրեթե նույնն էր մնացել, ինչ ամուսնու օրոք։ Անահիտը հազվադեպ էր մտնում այնտեղ, բայց միշտ կարգի մեջ էր պահում։ Ոչ հիշատակի համար, այլ պարտքի զգացումից ելնելով։ Հիմա այդ սենյակը կրկին կյանքով էր լցվում, թեև օտար, ժամանակավար։ Նա ինքը անկողինը պատրաստեց, չվստահելով նրան անցյալի իրերին դիպչել։ Նա կանգնած էր դրան մոտ, առանց խանգարելու, առանց միջամտելու, դիտելով։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, նա գլխով ցույց տվեց եւ առանց խոսքի դուրս եկավ, նրան մենակ թողնելով։ Ինքը պառկեց վառարանի մոտ գտնվող բազմոցին, փաթաթվելով հին բրդյա վերմակի մեջ։ Քունը չէր գալիս։ Մտքերը վերադառնում էին նրա աչքերին, ձայնին, նրան թե ինչ տեսեր նա պահում իրեն։ Նա չէր վախենում, դա վստահ էր։ Ինչ որ բան նրա մեջ ասում էր, նա վնաս չի պատճառի, բայց վստահություն դեռ չկար։ Միայն տարօրինակ զգացում, որ այս հանդիպումը պատահական չէ, թեև նա չէր հավատում ճակատագրին եւ պատահականություններին։ Պատից հետո լսվեցին քայլեր, թեթև գրեթե անլսելի։ Երևի նա սենյակում էր շրջում, հետո լռություն։ Միայն անձրևը, ամպրոպի որոտը, վառարանի մեջ գերանների ճաքճքոցը։ Գիշերը դանդաղ անցավ։ Առավոտյան, երբ առաջին ճառագայթները ներս սողացին վարագույրների միջով, Անահիտը վեր կացավ եւ սկսեց նախաճաշ պատրաստել։ Նա չգիտեր, արդյոք այսօր նա կգնա, թե ոչ, բայց ինչ-որ պատճառով պատրաստում էր երկուսի համար։ Երբ նա հայտնվեց խոհանոցում, արդեն հագնված էր չոր հագուստով եւ մի փոքր ավելի հանգստացած տեսք ուներ։ «Ես կգնամ հենց անձրևը դադարի», անմիջապես ասաց նա, կարծես շտապելով բացատրել։ «Ինչպես ուզում եք», հանգիստ պատասխանեց նա, «բայց քանի դեռ այստեղ եք, դուք հյուր եք, իսկ հյուրերին մենք կերակրում ենք»։ Նա նստեց սեղանի շուրջը եւ կրկին լռություն իջավ, բայց այս անգամ այն այլ էր, ոչ օտար, այլ ավելի շուտ ծանոթ, կարծես նրանք վաղուց ճանաչում էին իրար, կամ պարզապես կարողանում էին միասին լուռ մնալ։ Երբ նա վերցրեց գդալը եւ սկսեց ուտել, Անահիտը նկատեց նրա ձեռքին ժամացույցը, թանկարժեք, ամենևին էլ այնպիսի չէր, ինչպիսին կրում է առանց տանիքի մնացած մարդը։ Նա ոչինչ չասաց, բայց նշեց իրեն համար։ Կային նաև այլ մանրուքներ, կոկիկ սանրվածքը, կեցվածքը, նույնիսկ գդալը բռնելու ձևը։ Ամեն ինչ նրա մեջ խոսում էր մարդու մասին, ով պատկանում էր այլ աշխարհի, ոչ գյուղական, ոչ պատահական։ Ինչ էլ որ պատահի, հանկարծ ասաց նա, ինքը չիմանալով ինչու, այստեղ ձեզ ոչ ոք չի փնտրի եւ ոչ ոք չի դատի։ Նա երկար նայեց նրան, հետո կարճ գլխով հաստատեց. «Շնորհակալ եմ», այլևս ոչինչ չավելացրեց, բայց Անահիտը զգաց, թե ինչպես նրանց միջև ծնվեց ինչ-որ նուրբ բան։ Դեռ վստահություն չկար, բայց զգացում կար, որ երկուսն էլ հասկանում են, այս տանը, անձրևի աղմուկի եւ վառարանի գոռոցի տակ, սկսվում է ինչ-որ այլ բան, անսովոր եւ գուցե կարեւոր։ Օրվա ընթացքում նրանք գրեթե չէին խոսում։ Անահիտը զբաղվում էր իր գործերով, խմոր էր հունցում, կարտոֆիլ էր մաքրում, պարտեզում խնձոր էր հավաքում։ Արամը մեկ օգնում էր, մեկ պարզապես նստած էր գրքով, որը գտել էր դարակում։ Նա կարդում էր դանդաղ, մտածկոտ, եւ թվում էր իսկապես ընկալում էր, ոչ թե պարզապես ժամանակ էր սպանում։ Երբեմն Անահիտը բռնում էր նրա հայացքի իր վրա, ոչ համառ, ոչ գնահատող, այլ կարծես ուսումնասիրող, բայց հենց որ նա հանդիպում էր նրա հայացքին, նա անմիջապես շրջում էր աչքերը։ Այդ պահերում ինչ-որ տարօրինակ հանգիստ, գրեթե ընտանեկան բան կար։ Կարծես նրանք օտար չէին, այլ պարզապես վաղուց չէին խոսել։ Մոտենալով երեկոյան, երբ արևը փորձեց ներս սողամ ամպերի միջով, նա դուրս եկավ բակ եւ զննեց ցանկապատը։ Ներքևի մասը, որտեղ տախտակները արդեն փտել էին, հազիվ էր պահվում։ Անահիտը նկատեց նրա հայացքը եւ անգիտակցաբար ասաց. «Ես ամեն անգամ հավաքվում եմ վերանորոգել, բայց ձեռքերս չեն հասնում։ Ես կարող եմ զբաղվել դրանով, եթե դեմ չեք։ Պետք չէ, դուք ժամանակավոր եք»։ Նա չպատասխանեց, բայց հաջորդ օրը հարևան շեմքից բերեց տախտակներ, մեխեր եւ գործիքներ, որոնք պարզվեց ինքն էր գտել։ Աշխատում էր լուր, մեթոդիկ, ինչպես մարդ, ով գիտի, թե ինչ է անում։ Անահիտը դիտում էր, թե ինչպես է նա մեխեր խփում, ինչպես ճշգրիտ չափում է հեռավորությունը, ինչպես թույլ չէր տալիս ավելորդ շարժումներ։ Նրա մեջ շտապողականություն չկար, միայն կենտրոնացում եւ լռություն։ Երեկոյան վառարանի մոտ նստած նրանք առաջին անգամ իսկապես խոսեցին։ Անահիտը պատմեց, թե ինչպես ամուսնու հետ ամուսնությունից հետո տեղափոխվեցին այս տուն, թե որքան դժվար էր ընտելանալ քաղաքային կյանքից հետո, թե ինչպես Հայկը սկզբում ուզում էր վերադառնալ Գյումրի, բայց հետո կապվեց գյուղի հետ։ Պատմությունը պարզ էր, գրեթե առօրյա, առանց ավելորդ հույզերի, Արամը ուշադիր լսում էր առանց ընդհատելու։
Երբ նա ավարտեց, Արամը երկար լուր մնաց, ապա ասաց. «Այստեղ հանգիստ է, դա հազվադեպ է, երբեմն չափից ավելի հանգիստ»։ Նա գլխով հաստատեց, հետո ավելացրեց առանց նայելու նրան. «Գուցե հենց այդպիսի հանգիստ էի փնտրում»։ Այս բառերը հնչեցին տարօրինակ, ոչ որպես խոստովանություն, այլ ավելի շուտ որպես պատահաբար դուրս թռած միտք։ Անահիտը չճշտեց, բայց արտահայտությունը մնաց նրա հիշողության մեջ։ Ով է նա, որ փնտրում է հանգիստ մի անմարդաբնակ գյուղում։ Ինչու հենց այստեղ, լքված տների, խոնավության եւ աշնանային ցրտի մեջ։ Հետո նա տեսավ նրա ձեռքերը, երբ նա փայտ էր դասավորում, վերնաշապիկի թևերը բարձրացրած էին, եւ դաստակին փայլեց մետաղը, բարակ թանկարժեք ժամացույցի ժապավեն, ոչ գյուղական, ոչ պատահական։ Նա ոչինչ չասաց, բայց ավելի ուշադիր նայեց նրա շարժումներին, սովորություններին։ Նա թե երխմում այնպես, ինչպես մարդ, ով սովոր է սպասարկվող նախաճաշերի, ձեռքերը լվանում էր ոչ պարզապես մանրագրգիռ, այլ գրեթե ծիսական։ Նույնիսկ նրա քայլվածքը տարբերվում էր գյուղացի տղամարդկանցից սովորականից։ Ամեն ինչ նրա մեջ խոսում էր այլ անցյալի, այլ կյանքի մասին, բայց նա համառորեն ոչինչ չէր ասում իր մասին։ Ոչ մի խոսք հարազատների, ընկերների, ծրագրերի մասին։ Միայն հազվադեպ դիտողություններ, կարճ արտահայտություններ։ Կարծես ինքն էլ զարմանում էր, թե որտեղ է հայտնվել։ Մի օր նա նկատեց, որ նա պարզ մատիտով գրում է հին տետրակում, որը վերցրել էր սեղանից։ Նա չնայեց, հարցեր չտվեց, բայց ինքը մտածում էր, ինչու գրառումներ անել այստեղ, գյուղում, լռության և անձրևի մեջ։ Մի քանի անգամ նա բռնում էր իրեն այն մտքի վրա, որ սպասում է նրա հայտնվելուն խորհանոցում, լսում է նրա քայլերը, պատրաստում է երկուսի համար, նույնիսկ եթե նա շուտ է դուրս գալիս։ Սա աննկատ սովորել էր, առանց խոստովանությունների, առանց բառերի։ Պարզապես նա դարձել էր իր առավոտների, երեկոների, իր պարզ կարգավորված ծիսակարգերի մասը։ Մի երեկո, երբ վարարանն արդեն գրեթե մարել էր, նրանք նստած էին միմյանց դիմաց լռության մեջ։ Հանկարծ նա հարցրեց. «Ձեզ այստեղ մենակ չի թվում»։ Նա զարմացավ, առաջին անգամ նա անձնական հարց տվեց։ «Երբեմն, բայց մենակությունը ամենասարսափելին չէ»։ Նա երկար նայեց կրակին, ապա հանգիստ ասաց. «Երբեմն այն փրկում է»։ Այդ երեկո այլևս չխոսեցին։ Բայց այդ բառերից հետո նա զգաց, թե նրանց միջև անհետացավ ինչ-որ անտեսանելի խոչընդոտ։ Լռությունը չվերացավ, վերացավ օտարությունը։ Առաջին անգամ նա չէր զգում, որ նա ժամանակավոր է։ Առաջին անգամ առաջացավ զգացում, որ նա կարող է մնալ, կամ առնվազն չի շտապում գնալ։ Անցավ մի քանի օր այն օրվանից, երբ Արամը հայտնվեց Անահիտի տանը։ Նա չէր խոսում իր մեկնելու ամսաթվի մասին, չէր հետաքրքրվում ավտոբուսների ժամանակացույցով, չէր փնտրում ուղեգիծ, չէր փորձում որևէ մեկի հետ կապվել։ Նրա լուր ներկայությունը աստիճանաբար դարձավ առօրյայի մասը։ Առավոտյան միասին թեյ էին խմում, ցերեկը յուրաքանչյուրը զբաղվում էր իր գործով, իսկ երեկոյան նստում էին վարարանի մոտ և գրեթե չէին խոսում։ Եվ այդ լռության մեջ ավելի շատ վստահություն կար, քան ցանկացած խոսքերում։ Արամն ավելի ու ավելի հաճախ էր դուրս գալիս բակ, զմնում շինությունները, ստուգում ցանկապատը, կարծես չափելով տնտեսությունը։ Նա գտավ հին սայլակ, վերանորոգեց մեկ անիվը, հարթեցրեց աստիճանները, որոնք վաղուց ջրջռում էին յուրաքանչյուր քայլի ժամանակ։ Անահիտը սկզբում փորձում էր առարկել, ասում էր, որ չարժե իրեն հոգնեցնել, բայց նա միայն գլխով էր հաստատում և շարունակում աշխատել, ոչ գովեստի համար, այլ պարզապես որովհետև համարում էր անհրաժեշտ։ Մի առավոտ, երբ երկինքը մաքրվեց աշնանային ամպերից, նա մոտեցավ տանը ձեռքին տախտակների փունջ և մուրճ։ «Կարծում եմ հետևի հատվածի ցանկապատն ամբողջովին փտել է», ասաց նա, կարծես միջանկյալ։ «Եթե դեմ չեք, կուզենայի վերանորոգել այն»։ «Ինչու եք դա անում», հարցրեց նա, առանց թաքցնելու զարմանքը։ «Դուք բարդավոր չեք»։ «Որովհետև կարող եմ», պարզապես պատասխանեց նա։ «Սա շնորհակալություն է։ Կյանքում ոչ բոլորին է հաջողվում վերադարձնել այն, ինչ ստացել են»։ Անահիտը չվիճեց։ Նա դիտում էր, թե ինչպես է նա աշխատում և զգում էր տարօրինակ հանգստություն։ Մարդը, ով սկզբում թվում էր օտար և անհասկանալի, հիմա կարգ ու կանոն բերեց իր խառնաշփոթ կյանքի մեջ։ Նա ոչինչ չէր պահանջում, չէր պարտադրում, հարցեր չէր տալիս, միայն լուռ և ճշգրիտ էր անում, կարծես իմանալով, որ գործերում մարդն ավելի շատ է բացահայտվում, քան խոսքերում։ Նույն երեկոյան վարարանի մոտ նստած Արամը անսպասելիորեն առաջինը խոսեց. «Ես ծրագիր չունեմ, հեռացա առանց երթուղու, պարզապես անհետացա»։ Անահիտը բարձրացրեց հայացքը նրա վրա, բայց չընդհատեց։ «Ես հանցագործ չեմ», շարունակեց նա, նկատելով նրա լուռ ուշադրությունը։
Բայց եղավ մի պահ, երբ այլևս ոչ մի օր չէի կարող մնալ այնտեղ, որտեղ էի։ Ինչի մասին եք խոսում։ Երևանի թե կյանքի, որը կառուցել եք, մարդկանց, ում վստահել եք։ Նա լռեց, ընտրելով բառերը։ Նրա ձայնում ցավ չկար, միայն հոգնածություն։ Ես ընկերություն եմ կառուցել, մեծ զրոյից։ Ներդրել եմ ամեն ինչ՝ գաղափարներ, ուժեր, երիտասարդություն։ Մտածում էի, որ շուրջս հուսալի գործընկերներ են, բայց մեկ գործարք, մեկ սխալ եւ ամեն ինչ գնաց կործանման։ Մեկը մերձավոր շրջանից դավաճանեց, փողը, շահերը, վերահսկողությունը։ Ամեն ինչ ավելի կարևոր դարձավ, քան այն, ինչով ամեն ինչ սկսվել էր։ Դուք փախած եք։ Ոչ, ես անհետացա, ուզում էի մնալ ոչ ոք, առանց անվան, առանց պարտականությունների, առանց անհրաժեշտության բացատրելու, թե ինչու այլևս չեմ ժպտում։ Անահիտը լսում էր նրան գրեթե շունչը պահած։ Նա խոսում էր ոչ որպես բիզնեսմեն կամ զախողված մարդ, նա խոսում էր որպես մարդ, որ հոգնել էր կեղծվելը, ում պետք էր տեղ, որտեղ հարցեր չեն տալիս։ Ինչու հենց մեր գյուղը, հարցրեց նա դադարից հետո։ Ես առանց նպատակի էի գնում, պարզապես մեքենայով հեռացա, հետո գնացքով, հետո ավտոբուսով։ Իջա կայարանում, որտեղ տեսա անտառ։ Սառը անձրև սկսվեց։ Գնում էի մինչև ոտքերս թուլացան, ապա տեսա ձեր տունը, պատուհանում լույսը եւ բախեցի։ Նա չգիտեր ինչ ասել։ Սա ոչ ռոմանտիկ պատմություն էր, ոչ դրամա։ Սա իրականությունն էր մարդու, ով բախվել էր դավաճանության եւ ընտրել լռությունը։ Նա չէր եկել օգնություն խնդրելու։ Նա պարզապես փնտրում էր տեղ, որտեղ կարելի էր չմտածել, եւ հայտնվել էր նրա շեմին։ Այդ գիշեր Անահիտը երկար չկարողացավ քնել։ Նա հիշում էր նրա ձայնը, խոստովանությունը, հոգնածությունը։ Ամեն ինչ, ինչ նա գիտեր հարուստ մարդկանց մասին, չէր համապատասխանում նրան, ինչ տեսնում էր առջևում։ Նա չէր պարծենում անցյալով, չէր բողոքում, չէր սպասում համակրանքի։ Նա պարզապես ասում էր ճշմարտությունը առանց պաթոսի, առանց տպավորություն թողնելու փորձերի։ Հաջորդ առավոտյան նա շուտ արթնացավ եւ տեսավ, որ Արամը գրքին բակում է։ Նա արդեն գրեթե ավարտել էր հետևի ցանկապատի վերանորոգումը։ Նա բերեց նրան թերմոսով թեյ եւ մի կտոր խնձորով կարկանդակ։ Շնորհակալ եմ, ասաց նա, ընդունելով հյուրասիրությունը։ Մտածում էի մի բանի մասին։ Ինչի։ Հնարավոր է գտել եմ այն, ինչ երկար փնտրում էի, ոչ թե տեղ, այլ զգացում, երբ պարզապես ես, եւ դա բավարար է։ Նա չպատասխանեց։ Սրտում տաքություն եւ անհանգստություն միասին էին։ Նա խոսում էր որպես մարդ, ով սովոր չէ հանգստությանը, բայց սկսել է գնահատել այն։ Նույն օրը նա կրկին վերանորոգեց դարպասի կողպեքը, վերանայեց հին լամպը պատշգամբում եւ նույնիսկ վերանորոգեց շեմքի դուռը, որը 1 տարի էր ինչ չէր փակվում։ Նա դա չէր անում ցուցադրության համար, պարզապես շարունակում էր լինել պետք։ Երեկոյան նրանք նստած էին վարարանի մոտ եւ թեյ էին խմում մուրաբայով։ Այս անգամ խոսակցությունը սկսեց Անահիտը։ Երբևէ եղել է տեղ, ուր ուզում էիք վերադառնալ։ Ոչ, պատասխանեց նա։ Գրասենյակ էր, բնակարան էր, ամառանոց էր, բայց ոչ մեկը տուն չէր։ Իսկ ինչ էր։ Պարտականություններ, պայմանագրեր, ծրագրեր եւ մշտական զգացում, որ եթե կանգ առնես կպարտվես։ Նա նայեց նրան ուշադիր, կարծես կշռադատելով արժե ավելի խոսել, ապա դանդաղ ասաց. Գուցե այստեղ ինձ հաղթելու կարիք չկա։ Գուցե պարզապես ուզում եմ մնալ։ Անահիտը չպատասխանեց։ Նա զգում էր, թե ինչպես ներսում ծնվում է ինչ-որ հույսի նման բան, բայց ավելի ուժեղ, վախ։ Ի վերջո, եթե նա գնա, նորից մենակ կմնա։ Իսկ եթե մնա, ինչ կնշանակեն նրանք միմյանց համար։ Նա չգիտեր, բայց մեկ բան գիտեր. մի քանի օրում այս մարդը ավելի մոտ էր դարձել, քան շատերը ամբողջ կյանքում, եւ գուցե հենց դա էր նրան վախեցնում։ Վաղ առավոտը գյուղը պատել էր մառախուղով, որը կարծես բանդի վանդակ սահում էր գետնի վրայով, կախվելով ճյուղերին եւ խոնավ խոտին։ Անահիտը դուրս եկավ բակ, ստուգելու մահճակալները եւ համոզվելու, որ ձմռան համար խնձորների ու բանջարեղենի հավաքը ավարտված է, բայց ինչ-որ բան դուրս էր գալիս սովորական լռությունից, որտեղ հանգիստ ու դատարկ էր, հիմա կանգնած էր անշարժ սև ավտոմեքենա։ Ոչ աղմուկ, ոչ ժամանում, այլ օտարության հարթություն։ Օտարն էր խուժում ծանոթ լանդշաֆտի մեջ։ Մեքենան չափազանց փայլուն ու անթերի էր գյուղական լինելու համար, չափազանց մեծ չվախեցնելու համար։ Անահիտը երբեք նման բան չէր տեսել իր տան մոտ։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Հազիվ էր բարձրացրել հայացքը առավոտյան մտքերից, ապուրի կամ փայտերի մասին։ Նա կանգնած մնաց կարծես կախարդված, երբ ավտոմեքենայից իջավ տղամարդ, էլեգանտ, սրածայր, ինքնավստահ,
եւ թվում էր ուշադիր փնտրող մեկին։ Նա քայլեց ճանապարհով ոչ նրա ուղությամբ, այլ դեպի գյուղի փողոց, հայացքով շրջանառելով տները։ Անահիտը զգաց, թե ինչպես անհանգստությունը տիրում է իրեն։ Ինչու է նա այստեղ։ Ով է նա։ Հետապնդող կերպով գլխում հնչում էին Արամի բառերը. «Ոչ ոքի մի ասա, որ ինձ այստեղ տեսել ես»։ Հուզված նա մտավ տուն եւ հանգիստ, գրեթե վախեցած շշնջաց. «Արամ»։ Բայց նա անմիջապես չհայտնվեց, եւ նա հասկացավ, այդ մարդը փնտրում էր ոչ թե իրեն, այլ նրան։ Մի պահ անց Արամն արդեն կանգնած էր նրա կողքին, հանգիստ, բայց աչքերում ինչ-որ լարվածությամբ։ Նա ուրախացավ նրան տեսնելով, թեև չէր հասկանում, թե ով էր այդ մարդը եւ ինչու էր եկել։ Մեքենայից եկած տղամարդը շրջվեց, բայց նրանց չտեսավ պատուհանում։ Անահիտը կանգնած էր բաց բերանով, բայց Արամը մեղմ վերցրեց նրա ձեռքը։ «Աղմուկ մի բարձրացրու», հանգիստ ասաց նա։ «Պարզապես իմացիր, որ եկել են ինձ փնտրելու»։ Ապա շրջվեց, արագ փակեց պատուհանը, կարծես խուսափելով իր արտացոլումից ապակու մեջ։ Լռությունը վերադարձավ եւ դրա հետ լարված սպասումը։ Նա չգիտեր ինչ անել, ինչպես պահել իրեն։ Սիրտը բաբախում էր ոչ վախից, այլ հուզմունքից։ Ով էր այդ տղամարդը։ Ավելի կարևոր էր, քան մտածում էր։ Ինչու Արամը հանկարծ այլ կերպ դարձավ։ Նա գնաց դեպի վառարանը, լցրեց իրեն թեյ եւ նստելով սառեց դրա վրա, կարծես պատրաստվելով խոսել, բայց բառերը խճճվեցին։ Անահիտը լուռ էր, կարծես վախենալով վնասել լռությանը, որը հիմա այդքան ամուր էր լցնում տունը։ Եվ միայն որոշ ժամանակ անց հանգիստ, բայց վճռականորեն հարցրեց. «Ինչ էր դա»։ Նա հառաչեց, առանց շրջվելու, նայելով կրակին։ «Եկել են ինձ համար», վերջապես պատասխանեց նա հանգիստ ձայնով։ «Ինձ էին փնտրում»։ «Ովքեր»։ «Մարդիկ, ում հետ աշխատել եմ»։ Նա երկար լռեց, ավելի ճիշտ չէր կարողանում խոսել դրա մասին, բայց փորձեց։ «Մարդիկ, ում ժամանակին վստահել եմ, նրանք մտածում էին, որ ես շատ բան գիտեմ կամ շատ եմ ուզում»։ Անահիտը չգիտեր ինչ ասել։ Նոր իմաստ հայտնվեց նրա յուրաքանչյուր շարժման, յուրաքանչյուր հայացքի մեջ։ Նա ոչ պարզապես անհետացել էր, նա դարձել էր թիրախ։ Նա հիշեց մեքենան, փայլուն, սև, անողոք օտար, եւ հասկացավ իր հանգիստ տունն ընկել է վտանգի մեջ, եւ որքանն էլ սարսափելի լիներ, այլևս հետդարձի ճանապարհ չկա։ Նա շրջվեց դեպի նա եւ հանգիստ հստակ ասաց. «Ես վախենում էի, որ կգան, բայց չգիտեի որտեղ կփնտրեն»։ Թվում էր, ես անվտանգ հեռավորության վրա եմ, բայց հիմա նրանք այստեղ են, կողքին։ Չեմ ուզում քեզ քաշել սրա մեջ։ Անահիտը շրջեց հայացքը։ Նա չէր ուզում նրան ներգրավել։ Եվ այնուամենայնիվ դա տեղի էր ունենում։ Նա գիտեր, արդեն ներգրավված է։ Եվ ոչ պարզապես ներգրավված, այլ դարձել էր նրա կյանքի մաս, կոնֆլիկտի մաս, անխուսափելի մաս։ Անահիտը հասկացավ, որ այլևս չի կարող առանց լռության, առանց պարզության, բայց առանց այս մարդու էլ չի կարող այլ կերպ։ Նա բարձրացրեց աչքերը եւ վստահ ասաց. «Գիտեմ, որ դու չէիր ուզում սա, բայց քանի որ նրանք այստեղ են, արի միասին հասկանանք, ես չեմ գնա»։ Նա լուր նայեց նրան, եւ աչքերում արտացոլվեց ոչ միայն շնորհակալություն, այլև զարմանք։ Նրա ուսերը իջան, եւ դանդաղ դեմքին հայտնվեց այն, ինչ ամենաշատը հուզեց նրան։ Թեթևացում։ Նա թեթևակի գլխով ցույց տվեց։ «Շնորհակալ եմ», վերջապես ասաց նա։ Միայն աստիճանների վրա զանգակի ձայնը ընդհատեց նրանց լռությունը։ Մեկը զգուշորեն քայլեց ճանապարհով դեպի տուն։ Անահիտը սառեց, բայց Արամն առաջինը վեր կացավ։ Նա նայեց պատուհանից։ Տղամարդը անհետացել էր, բայց հետքը մնացել էր։ Անհանգստության հետք, անխուսափելիության հետք, ընտրության հետք։ Նա զգաց, որ կյանքը, ինչպես հանգիստ կետը, փոխել է հոսքը, եւ հիմա նրանք ստիպված կլինեն ընտրել, ինչպես շարունակել։ Այս բացահայտումը, թե ով է նա իր համար, ոչ կարգավիճակով, ոչ անցյալով, այլ ներկայով, եւ թե որքան հեռու են պատրաստ գնալ միասին, չնայած արտաքին սպառնալիքին։ Սև ավտոմեքենայի հեռանալուց հետո գյուղն արագ վերադարձավ իր սովորական լռությանը, բայց Անահիտի տանը այլևս չկար այն վստահությունը, որ նախկինում տիրում էր։ Անտեսանելի անհանգստություն բնակություն հաստատեց օդում, բառերի, ժեստերի միջև։ Արամը կրկին ավելի լռակյաց դարձավ, ավելի հաճախ դուրս էր գալիս զբոսնելու, առանց գրառումների, առանց բացատրությունների։ Նա կարծես փնտրում էր ինչ-որ բան իր մեջ, կարծես վարում էր անտեսանելի պայքար, որի մասին ոչ ոքի չէր ասում։
Անահիտը չէր շտապեցնում նրան, թեև անորոշությունը սկսում էր տանջել իրեն։ Ամեն ինչ նա մինչ այդ գիտեր Արամի մասին, կառուցված էր ենթադրությունների վրա։ Բայց հիմա, անծանոթի եւ այդ փայլուն մեքենայի հայտնվելուց հետո, նա զգում էր, որ ժամանակն է իմանալ ճշմարտությունը։ Այդ իրադարձությունից երրորդ օրը նա վերադարձավ անտառային զբոսանքից ուշ երեկոյան։ Կուրտ կանգաթիլներով անձրևից, կոշիկները ցեխոտ, բայց դեմքին ինչ-որ նոր բան էր զգացվում։ Այլևս ոչ հոգնածություն, ինչպես նախկինում, ոչ անհանգստություն, այլ վճռականություն։ Նա հանեց կուրտկան, դրեց թեյնիկը եւ մինչ ջուրը եռում էր, նայեց Անահիտին երկար ուշադիր հայացքով։ Ինձ պետք է քեզ ինչ-որ բան պատմեմ, վերջապես ասաց նա հավասար ձայնով։ Ես այլևս չեմ կարող թաքնվել, եթե մտադիր եմ մնալ։ Նա չընդհատեց, միայն գլխով հաստատեց եւ նստեց նրա դիմաց, սպասելով։ Իմ իսկական անունը Արամ Սոկոլյանն է։ Ես հիմնադիրն ու նախկին գլխավոր տնօրենն եմ ընկերության, որը երկրի 10 խոշորագույն IT հոլդինգներից մեկն էր։ Ավելի ճիշտ եղել է, մինչև ես ինքս դուրս եմ եկել կառավարումից։ Նա խոսում էր պարզ, առանց պաթոսի, ինչպես մարդ, ով հոգնել է մեծ բարերից եւ պաշտոնական հայտարարություններից։ Ամեն ինչ սկսվել էր ավելի քան 10 տարի առաջ։ Այն ժամանակ գործընկերոջս հետ ստեղծեցինք տեխնոլոգիական հարթակ, որը արագ ժողովրդականություն ձեռք բերեց։ Ես զբաղվում էի մշակմամբ, նա ֆինանսներով եւ արտաքին կապերով։ Սկզբում ամեն ինչ հիանալի էր, մենք կարծես մեկ ամբողջություն էինք։ Փողը արագ եկավ, հետո ազդեցությունը, ներդրողների հետաքրքրությունը։ Ես միշտ եղել եմ այն մարդը, ով հավատում է գաղափարներին, իսկ նա այն, ով գիտեր, թե ինչպես դրանցից կապիտալ ստեղծել։ Նա դադարարեց, թեյ լցրեց։ Տարիների ընթացքում մեր միջև սկսեցին կուտակվել տարաձայնություններ։ Նա ուզում էր ընկերության մասը վաճառել, ես դեմ էի։ Հետո սկսվեցին ներքին մանիպուլյացիաներ, կեղծ հաշվետվություններ, աշխատակիցների վրա ճնշումներ։ Երբ սկսեցի հարցեր տալ, իմ վրա թափվեցին մեղադրանքներ, սկզբում անարդյունավետության, հետո սխալ որոշումների մասին։ Ամեն ինչ ծածկույթ էր ինձ պաշտոնից հեռացնելու եւ միասին կառուցածը վերահսկողության տակ առնելու համար։ Նա խոսում էր հանգիստ, բայց ձայնում լարվածություն էր սահում։ Ես հեռացա ոչ վախից, այլ այն զգացումից, որ եթե մնամ, կամ կկոտրվեմ, կամ կդառնամ նրանց նման։ Ես ունեի փող, կապեր, պայքարելու հնարավորություն, բայց չէի ուզում շարունակել ապրել այդ համակարգում։ Պարզապես ուզեցի անհետանալ։ Անահիտը լսում էր առանց կտրվելու։ Ամեն ինչ իր տեղը ընկավ։ Նրա զսպվածությունը, ցանկացած տարածք կազմակերպելու կարողությունը, ուշադրությունը մանրուքներին, նույնիսկ ձևերը։ Ամեն ինչ խոսում էր մարդու մասին, ով սովոր էր իշխանությանը, բայց հոգնել էր դրանից։ Ես գիտեի, որ նրանք ինձ կփնտրեն ոչ թե որպես գործընկեր, այլ որովհետև վախենում են, որ կարող եմ ասել ճշմարտությունը։ Շատ բան պաշտոնապես չի ձևակերպված։ Նրանք վստահ են, որ եթե ես վերջնական անհետանամ, ոչ ոք չի կարող ապացուցել նրանց խարդախությունները։ Ես ընտրեցի ոչ փախուստ, այլ դադար։ Ինձ պետք էր հասկանալ, ինչ եմ ուզում կյանքից։ Նա բարձրացրեց աչքերը նրա վրա։ Եվ ահա այստեղ, խոնավության, փայտի, հացի եւ լռության մեջ ես գտա այն, ինչ չգիտեի, որ փնտրում եմ։ Ես կրկին դարձա մարդ, ոչ թե պաշտոն։ Եվ ամեն ինչ շնորհիվ քեզ։ Անահիտը զգաց, թե ինչպես կրծքում ինչ-որ բան սեղմվեց, ոչ վախից, այլ այդ բառերի ուժից։ Դրանց մեջ խաղ չկար, խնդրանք չկար, նույնիսկ հույս չկար։ Միայն ճշմարտություն։ Նա չէր խնդրում մնալ, պարզապես կիսվում էր։ Ինչու հենց իմ գյուղը։ Ես չեմ ընտրել պատահականությունը կամ հոգնածությունը, կամ գուցե այն, թե ինչպես դու բացեցիր դուռը այդ գիշեր։ Այդ հայացքում հետաքրքրասիրություն չկար, այլ արժանապատվություն։ Եվ ջերմություն, եւ ոչ մի վախ։ Ես տեսա, որ այստեղ կարելի է պարզապես լինել։ Նրանք երկար նստած էին լուր։ Վարարանը ճաքճքում էր։ Պատուհանից դուրս կրկին սկսվեց մաղել անձրևը։ Նա նայում էր նրան եւ տեսնում ոչ բիզնեսմեն, ոչ փախստական, այլ մարդ, ով առաջին անգամ ասում է այն, ինչ տարիներ շարունակ թաքցրել էր ներսում։ Եվ հասկացավ, նա ոչ միայն իր մոտ է գտել հանգիստը։ Ինքն էլ շնորհիվ նրա հիշեց, թե ինչ է նշանակում վստահել։ Ոչ անցյալին, ոչ ծրագրերին, այլ ներկային։ Այստեղ, հիմա։ Նա մոտեցավ պատուհանին, նայեց խավարին, ապա շրջվեց։ Ես չգիտեմ, ինչ կլինի հետո։
Գուցե նորից գտնեն ինձ, գուցե ամեն ինչ ավարտվի։ Բայց ես գիտեմ, եթե որտեղ էլ հնարավոր է սկսել նորից, ապա հենց այստեղ, քեզ հետ։ Եվ ուզում եմ, որ դու իմանաս դա։ Նա մոտեցավ առանց խոսքի և վերցրեց նրա ձեռքը։ Ոչինչ բացատրելու կարիք չկար։ Ամեն ինչ արդեն ասված էր։ Հիմա մնացել էր միայն ճշմարտությունը և առաջ գնալու քայլերը։ Անցավ 1 շաբաթ այն երեկոյանից, երբ Արամը պատմեց ամբողջ ճշմարտությունը։ Այդ ժամանակվանից շատ բան փոխվեց։ Ոչ արտաքին, այլ տարածության զգացողության մեջ, կյանքի ռիթմում, նրանում, թե ինչպես են նրանք հիմա նայում իրար։ Անահիտն այլևս անորոշություն չէր զգում նրանց միջև, բայց գաղտնիքի անհետացումով հայտնվեց մեկ այլ զգացում։ Անհանգիստ լռություն, ինչպես հանգիստը փոթորիկից առաջ։ Արամը դեռ այստեղ էր, այս տանը, այս գյուղում։ Մարդկանց մեջ, ովքեր չէին ճանաչում նրան, բայց արդեն սկսել էին նկատել։ Եվ հենց դա էր ամենաշատը անհանգստացնում նրան։ Նա ավելի հաճախ էր դուրս գալիս գյուղ, այլևս չթաքնվելով, չփորձելով աննկատ մնալ։ Մարդիկ, որոնք սկզբում պարզապես գլխով էին հաստատում հանդիպելիս, հիմա հարգանքով էին ողջունում։ Նա օգնում էր, առանց ուշադրություն գրավելու։ Մեկին տանիք էր վերանորոգում, մեկին հացի դիմաց տախտակներ էր տալիս, մեկին օգնում էր փաստաթղթերով, իրավաբանորեն գրագետ։ Բնակիչները զարմանում էին, բայց ընդունում էին օգնությունը, որովհետև գյուղում հազվադեպ են ավելորդ հարցեր տալիս նրան, ով լուր բարիք է անում։ Անահիտն ավելի ու ավելի հաճախ էր բռնում իրեն նախկինում չեղած մտքերի վրա։ Ինչ կլինի, եթե նա որոշի գնալ։ Ինչ կլինի, եթե նրան փնտրողները նորից հայտնվեն։ Ինչ կլինի, եթե նա որոշի, որ գյուղական կյանը իրենը չէ։ Առաջին անգամ 2 տարվա ընթացքում իր սիրտը կրկին ապրում էր ոչ միայն անցյալի հիշողություններով, այլև ապագայի վախով։ Եվ դա ավելի սարսափելի էր, քան մենակությունը։ Մի օր նա տեսավ, թե ինչպես է նա մի քսակ ալյուր փոխանցում տեղական բուժկետին։ Հին շենքը, որը միշտ վերանորոգման կարիք ուներ, հանկարծ նոր պատուհաններ ստացավ։ Ոչ ոք չգիտեր, թե որտեղից եկան փողերը։ Ֆելչերը միայն ուսերը թոթվեց։ Ինչ-որ բարի մարդ օգնեց։ Բայց Անահիտը գիտեր։ Արամը ուղղակի չխոստովանեց, բայց աչքերը ամեն ինչ ասացին։ Նա ոչ պարզապես ուզում էր թաքնվել։ Նա փնտրում էր, ում և ինչպես կարող է օգտակար լինել նույնիսկ հեռու նախկին կյանքից։ Նրանք չէին խոսում դրա մասին։ Ոչ օգնության, ոչ ապագայի։ Միայն երեկոյան, երբ օրվա աշխատանքն ավարտվում էր, և նրանք նստում էին վառարանի մոտ, խոսակցությունը ինքնաբերաբար վերադառնում էր պարզ թեմաների։ Բերք, անձրևներ, պատրաստուկներ, գյուղական պատմություններ։ Եվ դրանում ինչ-որ շատ կարևոր բան կար։ Կարծես հենց այդ առօրյա խոսակցություններում նրանք սովորում էին լինել կողք կողքի։ Ոչ դրամայով, ոչ կրքով, այլ առօրյայով, պարզ մասնակցությամբ միմյանց կյանքին։ Սակայն մի օր ընթրիքի ժամանակ Անահիտը չդիմացավ։ Դու չես կարող հավերժ մնալ այստեղ, այո, հարցրեց նա, փորձելով հանգիստ խոսել, բայց ձայնը դավաճանեց։ Նա դրեց բաժակը, ուշադիր նայեց նրան։ Ինչու ես այդպես մտածում։ Որովհետև դու այստեղից չես։ Որովհետև ունես անցյալ, պարտավորություններ, հնարավորություններ։ Դու այլ ես, իսկ ես պարզապես փայտե տանից կին եմ։ Իմ մոտ ոչ հավակնություններ կան, ոչ կրթություն, ոչ ծրագրեր։ Միայն այս հացը, վառարանը և լռությունը։ Նա չընդհատեց, սպասեց մինչև նա ամեն ինչ ասի։ Ես վախենում եմ, որ երբ ամեն ինչ ավարտվի, դու պարզապես կգնաս։ Կարծես սա քո կյանքի միայն դրվագ էր, ոչ թե ներկայի մաս։ Իսկ ես չեմ ուզում կրկին մենակ արթնանալ։ Լռությունը երկար էր։ Նա դանդաղ շունչ քաշեց և ասաց. Ես չգիտեի, որ այդքան հեշտ է դառնալ ինչ-որ մեկի կյանքի մաս, պարզապես լուր վերանորոգելով ցանկապատը կամ կիսելով ընթրիքը։ Ես էլ ոչնչում վստահ չեմ, բայց մեկ բան գիտեմ. ամբողջ Երևանում ես երբեք չեմ զգացել, որ ինձ սպասում են, իսկ այստեղ զգում եմ։ Նա դադար արեց և ավելացրեց. ես արկածներ չեմ փնտրում, ես տուն եմ փնտրում, և եթե թույլ տաս կուզենայի, որ այն լինի քո կողքին։ Անահիտը չպատասխանեց,
Ոչ որովհետև չէր ուզում, այլ որովհետև չէր կարողանում բառեր ընտրել։ Փոխարինը վեր կացավ, սեղանը հավաքեց և թեյնիկը դրեց վարարանի վրա։ Այդ առօրյայում, այդ շտապողականությունից և թատրոնից զուրկ շարժմունքներում նրա համաձայնությունն էր, բայց ներսում դեռ փոթորիկ էր բուռն։ Նա սովոր չէր նոր զգացումներին։ Իր աշխարհը կառուցված էր կորուստներից, լռությունից, աշխատանքային օրերից և ծանր հանդուրժողականությունից։ Իսկ հիմա նորից սկսեր զարկերակել, և դա վախեցնում էր նրան։ Նա չէր վախենում Արամից, վախենում էր իրենից նրա կողքին։ Կարող է արդյոք կրկին վստահել, կարող է ընդունել ոչ պարզապես տղամարդ, այլ կյանքի ձև, իր բարդություններով, իր ստվերով։ Հաջորդ օրը գյուղ նորից եկավ օտարական, բայց ոչ մեքենայով, ոչ թանկ կոստյումով, պարզապես մարդ փաստաթղթերով։ Նա հարցնում էր ճանապարհը դեպի հիվանդանոց, հետաքրքրվում շինանյութերով, լուսանկարում էր դպրոցի շենքը։ Մեկը մտածեց դա շրջանի վարչակազմի ներկայացուցիչ է, բայց Անահիտն անմիջապես հասկացավ, հետաքրքրությունը պատահական չէ, և այն ակնհայտորեն չի վերաբերում գյուղին որպես այդպիսին։ Նա պատմեց Արամին, նա գլխով հաստատեց, ուշադիր լսելով, բայց չվախեցավ։ Նշանակում է մոտենում է հաջորդ փուլը, հանգիստ ասաց նա, բայց դա այլևս կարևոր չէ։ Ես այլևս այն մարդը չեմ, ով էի, ես այլևս չեմ թաքնվում, ես կառուցում եմ, ոչ թե փախչում։ Նրա վստահությունը փոխանցվեց նրան, և առաջին անգամ երկար ժամանակ Անահիտը զգաց, որ կարող է առաջ գնալ, նույնիսկ եթե առջևում կրկին խավար լինի, որովհետև հիմա նրանք միասին էին, և դա շատ ավելի մեծ նշանակություն ուներ, քան ցանկացած արտաքին սպառնալիք։ Հոկտեմբերի կեսերից գյուղը սկսեց պատրաստվել ցրտերին։ Մեկը պատուհաններ էր մեկուսացնում, մեկը փայտ էր գնում, մեկը միս էր պատրաստում և բերքը տեսակավորում։ Եղանակը ավելի ու ավելի խիստ էր դառնում։ Առավոտյան հողը ծածկվում էր ցողով, օդը կոշտ էր դառնում, նախալուսաբացի տերևների և առաջին ցրտահարությունների հոտով։ Անահիտը ինչպես միշտ առավոտյան շուտ զբաղվում էր տնային գործերով, և ամեն ինչ ընթանում էր իր հերթականությամբ։ Բայց ներսում օրեցօր աճում էր զգացումը, որ ինչ-որ բան պետք է պատահի, և այդ ինչ-որ բան երկար չսպասեց։ Արամն այլևս չէր թաքցնում իր ներկայությունը գյուղում։ Նրան ճանաչում էին, ողջունում էին, նույնիսկ անունով էին դիմում։ Տղամարդիկ խորհուրդ էին խնդրում, կանայք կարկանդակ էին հյուրասիրում։ Նա օտար չէր, դարձել էր այս փոքր համայնքի մասը, բայց միևնույն ժամանակ նրա մեջ մնում էր մի սահման, որը ոչ ոք չէր անցնում։ Նույնիսկ Անահիտը զգում էր այն ոչ գործողություններում, այլ նրա լռության մեջ, խոսակցությունների միջև դադարներում, նրանում, թե ինչպես էր նա ամեն երեկո նայում կրակին, կարծես փնտրելով պատասխան, որը չէր կարողանում գտնել բառերով։ Մի երեկո, երբ քամին կոտրում էր ճյուղերը շեմքի մոտ, իսկ տանը հոտ էր գալիս թարմ հացի և խնձորի մուրաբայի, Արամը զբոսանքից վերադարձավ ոչ մենակ։ Նա բերեց լուր, կարճ զանգ անծանոթ համարից։ Նախկին փաստաբանը հայտնել էր, որ Երևանում իր նախկին գործընկերոջ հետ իրավիճակը սրվել է։ Դատական գործընթացը կապված անօրինական գործարքների հետ պահանջում էր անձնական ներկայություն։ Սա ոչ խնդրանք էր, այլ անհրաժեշտություն։ Նրան պետք էր գնալ մայրաքաղաք, և գուցե ոչ մեկ օրով, ոչ երկուսով, այլ մի քանի շաբաթով, եթե ոչ ամիսներով։ Նա նստած էր վարարանի մոտ, Անահիտի դիմաց, և աչքերը անհանգիստ չէին, վախեցած չէին, ավելի շուտ կենտրոնացած։ Նա այլևս չէր փախչում, բայց հիմա իր ընտրությունը կախված էր ոչ միայն իրենից։ Ինձ պետք է գնալ, հանգիստ ասաց նա։ Ես չեմ կարող խուսափել դրանից, սա պատասխանատվություն է, և ես չեմ լքի այն։ Անահիտը չզարմացավ, նա վաղուց էր զգում, որ նման բան կլինի։ Բայց երբ նա շարունակեց, նրա սիրտը բաց թողեց մի հարված։ Ուզում եմ, որ դու գաս ինձ հետ։ Բառերը հնչեցին պարզ, առանց ճնշման, առանց խնդրանքի, միայն մաքուր և ուղիղ ցանկություն։ Գիտեմ, թե ինչպես է հնչում, սա ոչ մոռանալու առաջարկ է, թե ով ես և ինչ է կարևոր քեզ համար։ Սա ոչ փորձ է քեզ այստեղից պոկելու, սա հրավեր է ճանաչելու իմ աշխարհը, տեսնելու, թե ով եմ ես, երբ ոչ անտառում, ոչ վարարանի մոտ, այլ այն հանգամանքներում, որտեղից եմ եկել, և որ դու ինքդ հասկանաս, կարող ես իմ կողքին լինել ցանկացած տեղ, ոչ միայն այստեղ։ Անահիտը լռեց։ Ներսում բարձրացավ այնքան մտքեր, որ նա ոչ մեկը չէր կարողանում առանձնացնել։ Նա պատկերացրեց Երևանը, արագ աղմկոտ, լի օտար գեմքերով և շենքերով, որտեղ մարդիկ նայում են վերևից։ Նա չէր ուզում այնտեղ։ Ոչ վախենալով, այլ որովհետև վերջին տարիներին իր կյանքը դարձած ամեն ինչ
ոչինչ ընդհանուր չուներ այդ աշխարհի հետ։ Իմ մոտ այստեղ ամեն ինչ կա, վերջապես ասաց նա. տունը, հացը, հողը, հանգիստը։ Ես չգիտեմ ով եմ ես այնտեղ, քո աշխարհում։ Հենց դրա համար էլ խնդրում եմ գալ, մեղմ պատասխանեց նա, որպեսզի իմանաս, որպեսզի չմտածես, չպատկերացնես, որպեսզի ինքդ տեսնես։ Եվ եթե որոշես, որ չես ուզում, ես կվերադառնամ։ Բայց եթե չգաս, դու կմտածես, որ բաց ես տողել, իսկ ես, որ չեմ տվել հնարավորություն։ Լռությունը երկար էր։ Նա վեր կացավ, անցավ սենյակով, վերցրեց բաժակը, սեղանը հավաքեց։ Նրա հայացքը չհետևեց նրան։ Նա սպասում էր, առանց շտապողականությամբ, առանց ճնշման, միայն հասկացողությամբ։ Նա կանգ առավ պատուհանի մոտ, նայում էր գյուղին, որտեղ տներում լույսեր էին վառվում, դարպասները ճռճռում էին, կրակի հոտ էր գալիս։ Նա ճանաչում էր յուրաքանչյուր անկյուն, յուրաքանչյուր հարևանի սովորություն, յուրաքանչյուր ծառ։ Այստեղ էր իր կյանքը, իսկ նրա հետ ինչ-որ այլ բան, ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ, պարզապես անհայտ։ Ես չեմ կարող, վերջապես ասաց նա, ոչ հիմա։ Արամը գլխով հաստատեց, ոչ որպես մերժված մարդ, այլ որպես նա, ով հասկացել էր, որ որոշումը ծանր էր տրվել։ Նա չփորձեց համոզել։ Պարզապես վեր կացավ, մոտեցավ եւ վերցրեց նրա ձեռքը։ Ես վաղը կգնամ, ասաց նա, բայց ոչ որովհետև ուզում եմ գնալ, այլ որովհետև պետք է։ Ես քեզ նամակ կթողնեմ, եթե երբևէ ուզենաս, կգտնես ինձ։ Ես կսպասեմ։ Հաջորդ առավոտյան նա գնաց ոչ մեքենայով, ոչ պահակով, պարզապես նստեց ավտոբուսը, ինչպես սովորական մարդ։ Անահիտը կանգնած էր դարպասի մոտ եւ նայում էր, թե ինչպես է նա հեռանում։ Նա չշրջվեց եւ նա չկանչեց, որովհետև գիտեր, եթե իսկապես իր մարդն է, կվերադառնա։ Բայց հիմա ամեն ինչ այլ էր։ Հիմա ընտրություն ուներ։ Հիմա իր տան լռությունը լցվում էր բացակայությամբ, ոչ դատարկությամբ, այլ նրանով, ում պակասում էր։ Արամի մեկնելուց հետո օրերը ձգվում էին, ինչպես դանդաղեցված կադրեր հին ֆիլմում։ Գյուղում կյանքը շարունակվում էր սովորական շրջանակով։ Մեկը ցանկապատեր էր վերանորոգում, մեկը կարտոֆիլ էր մաքրում, մեկը խանութի մոտ վիճում էր եղանակի մասին։ Բայց Անահիտի համար ամեն ինչ փոխվել էր։ Արտաքնապես ոչ ոք չէր նկատի փոփոխությունները, բայց ներսում, որտեղ ամեն առավոտ սկսվում էր լռությամբ, որը արձագանքվում էր տանը։ Նրա բաժակը կանգնած էր դարակում, կարծես պետք է վերադառնար։ Վերմակը, որի տակ նա քնում էր, չափազանց կոկիկ էր ծալված, եւ այդ կարգի մեջ ինչ-որ ցավոտ բան կար, ինչպես թանգարանում, որտեղ ամեն ինչ պատկանում է անցյալին, բայց կենդանի է թվում։ Անահիտը չէր բողոքում, ոչ ոքի չէր պատմում, թե ինչ է զգում, պարզապես կրկին ընկղմվեց աշխատանքի մեջ։ Խմոր, փայտ, մաքրություն, վարարան։ Ամեն ինչ ինչպես նախկինում էր, բայց միևնույն ժամանակ ոչ այնպես։ Ամենասարսափելին ոչ Արամի բացակայությունն էր, այլ այն վստահությունը, որ նա գնացել է ոչ հավերժ։ Եվ այդ սպասման մեջ էր վտանգը, որովհետև նա չգիտեր, պատրաստ է արդյոք կրկին ինչ-որ բան սկսել։ Նա արդեն սովորել էր ապրել առանց մեկի, եւ հիմա կրկին սովորում էր։ Մի օր հին իրերը ստվարաթղթե տուփերում տեսակավորելիս Անահիտը հանդիպեց նամակների տուփի։ Նա պահպանում էր դրանք դեռ այն ժամանակվանից, երբ Հայքը, իր հանգուցյալ ամուսինը, գրում էր նրան գործուղումների ժամանակ։ Մեծ մասը կարճ էին, տաք, ի առօրյա մանրամասներով, բայց նրանց մեջ մեկը կար, գրված կոկիկ, լարված ձեռագրով։ Այն կնքված էր եւ չէր բացվել, ոչ նրա մահից հետո, ոչ 2 տարվա ընթացքում։ Հիմա նստած հատակին, փոշու եւ հին թղթի հոտի մեջ, նա զգաց, որ պատրաստ է կարդալ այն։ Նամակը սկսվում էր պարզապես։ Հայկը գրում էր, որ զգում է առողջության վատ թարացումը եւ որ կան բաներ, որոնց մասին պետք է ասի նախապես։ Նա չէր ուզում, որ նա ապրի անցյալով։ Խնդրում էր չփակել իրեն այս տանը, չվախենալ կրկին երջանիկ լինելուց։ Յուրաքանչյուր պարբերությունում հնչում էր խնդրանքը, չմոռանալ սերը, բայց թույլ չտալ, որ այն դառնա խարիսկ։ Նամակի վերջում նա գրել էր. Եթե մի օր զգաս, որ կարող ես կրկին վստահել մեկին, մի հրաժարվիր, կյանքը մեկն է։ Ես կուզենայի, որ երջանիկ լինես նույնիսկ առանց ինձ։ Անահիտը չկարողացավ զսպել արցունքները, բայց սրանք ոչ այն արցունքներն էին, որոնք կործանում են, սրանք ազատագրող արցունքներ էին։ Նա նստած էր նամակը ծնկներին եւ զգում էր, թե ինչպես անցյալը, որը պահում էր իրեն, սկսում է բաց թողնել։ Ոչ մոռանալ,
այլ տեղ տալ նորին։ Նույն երեկոյան գյուղում գրքին խոսեցին Արամի մասին, բայց հիմա ոչ որպես հյուրի։ Ֆելչերը չիմանալով թե ով է դրա հետևում, պատմեց, որ անհայտ բարերարն ֆինանսավորել է տեղական բուժկետի կապիտալ վերանորոգումը։ Փողերը եկել էին պաշտոնապես բանկային հաշվից, բայց առանց ստորագրության։ Փոխվել էին պատուհանները, անցկացվել էր ջեռուցումը, գնվել էին դեղորայքներ։ Տեղացիները գուշակում էին, ով կարող էր անել նման բան, բայց Անահիտը գիտեր։ Նա տեսնում էր նրա ձեռագիրը նույնիսկ այդ լուրարարքներում։ Նա գնացել էր, բայց հետք էր թողել, ոչ աղմկոտ, ոչ ցուցադրական, այլ այնպիսին, ինչպիսին ինքն էր, զսպված, հանգիստ, բայց խոր։ Հաջորդ առավոտյան Անահիտը գտավ նամակը։ Այն ընկած էր այն գրքի էջերի միջև, որը նա կարդում էր մեկնելուց առաջ։ Նա չէր տվել ձեռքով, պարզապես թողել էր որպես հնարավորություն։ Նամակում նա գրում էր, որ չգիտի կգտնի նրան, թե կորոշի, որ ամեն ինչ պետք է ավարտվի այստեղ։ Նա չէր խնդրում գալ, չէր աղաչում, չէր համոզում։ Պարզապես ասել էր, որ եթե որոշի, որ պատրաստ է, միշտ կիմանա, թե որտեղ փնտրել իրեն։ Նա կլինի ոչ այդ տանը, ոչ այդ պաշտոնում, ոչ այդ պատերում։ Նա կլինի յուրաքանչյուր մարդու մեջ ում օգնելը, յուրաքանչյուր նախագծում, որ կմեկնարկի, յուրաքանչյուր վայրում, որը կդառնա ավելի լավ շնորհիվ այն, որ մի ժամանակ զգացել է, թե ինչ է լինել ոչ ոք, եւ դառնալ ինչ-որ մեկ նորից։ Այս նամակը հրաժեշտ չէր, սա բաց առաջարկ էր, առանց ժամկետի, առանց ճնշման։ Միայն ազնիվ, եթե որոշես։ Անահիտը երկար նստած էր պատուհանի մոտ պահելով այդ նամակը։ Պատուհանից դուրս սկսվել էր ձյունը, այդ տարվա առաջին ձյունը։ Այն փափուկ ընկնում էր հողի վրա, կարծես ջնջելով ամեն ինչ եղել էր մինչ այդ։ Եվ այդ մաքրության մեջ հնարավորություն կար։ Նա չգիտեր կգնա վաղը, թե մեկ շաբաթ հետո, թե ընդհանրապես, բայց հիմա վաղ չկար։ Կար միայն ընտրություն, իսկ նշանակում է ազատություն։ Գյուղը աստիճանաբար սառչում էր առաջացող ձմռան ծանրության տակ։ Օրեցօր ավելի ցուրտ էր դառնում։ Փողոցներում ավելի հազվադեպ էին հայտնվում անցորդներ, ավելի հաճախ ցուքներ բարձրանում խողովակներից։ Արդեն առավոտից Անահիտը վեր էր կենում շուտ, ինչպես միշտ, փաթաթվելով բրդյա գլխաշորակով, վառում էր վառարանը, եփում առավոտյան սուրճը, եւ կրկին բռնում էր իրեն այն մտքի վրա, որ անում է դա երկուսի համար։ Ոչ ծիսակարգով, այլ ընտրությամբ։ Նա հաց էր թխում, որովհետև ուզում էր, որ տանը կյանքի հոտ լինի։ Մաքրում էր ձյունը դարպասի մոտ, որովհետև գիտեր, գուցե մի օր նա կվերադառնա այդ ճանապարհով։ Երեկոներին երկար նստում էր վառարանի մոտ Արամի նամակով։ Կրկին կարդում էր նրա նախադասությունները, կարծես փորձելով լսել նրա ձայնը յուրաքանչյուր բառում։ Մի օր խանութից վերադառնալիս Անահիտը տեսավ, որ հարևանուհի Թամարանը նստած է նստարանին, փաթաթված շարֆի մեջ, եւ ուշադիր նայում է իրեն։ Կինը, որը հայտնի էր իր դիտողականությամբ, կանչեց նրան. «Անահիտ, դու գիտես, թե ով էր նա, այո»։ Անահիտը չսկսեց ձևացնել, գլխով հաստատեց. «Գիտեմ, բայց նա այն չէր, ինչ եղել էր։ Նա այն էր, ինչ դարձավ այստեղ»։ Շատ բան արեց, ավելացրեց հարևանուհին, առանց բառերի, առանց աղմուկի։ Դա չի մոռացվում։ Միայն թե մարդիկ այդպիսիք են, չեն մնում։ Նրանց միշտ ավելի կարևոր գործեր կան, ավելի մեծ քաղաքներ, ավելի օտար հոգսեր։ Անահիտը ոչինչ չպատասխանեց, բայց ներսում ամեն ինչ սեղմվեց։ Ոչ ցավից, այլ ճշմարտությունից։ Արամն իսկապես գնացել էր, ոչ որովհետև ուզում էր, այլ որովհետև պետք էր։ Եվ հիմա, երբ առաջին հուզմունքը հանգչեց, երբ կարդաց ամուսնու նամակը, երբ գիտակցեց, որ սիրտը դեռ կենդանի է, եկավ հասկացությունը։ Նա հրաժեշտ չէր տվել, նա պարզապես բաց էր թողել նրան, առանց իմանալու, թե կվերադառնա արդյոք, եւ դա նույնը չէ։ Հաջորդ օրը Հայկի մահվան տարելիցին նա գնաց լճի մոտ, այն նույնը, որտեղ հաճախ էին զբոսնում, որտեղ հրաժեշտ էին տալիս նրա գործուղումներից առաջ, որտեղ մի անգամ նա խոստովանել էր իր սերը։ Այնտեղ հանգիստ էր, ինչպես միշտ այս եղանակին։ Քամին պոկում էր վերջին տերևները ծառերից, սառցե ալիքները ծածկել էին ջուրը, թույլ չտալով արտացոլել երկինքը։ Նա կանգնած էր ափին, հիշելով, թե ինչպես էր Հայկը ծիծաղում, թե ինչպես էր թեյ խմում թերմոսից, թե ինչպես էր ձեռքով բռնում ընկնող ձյունը։ Ամեն ինչ կենդանի էր, բայց ոչ ցավոտ, որովհետև հիմա, առաջին անգամ 2 տարվա ընթացքում, հիշողությունը չէր պատառոտում նրան, այլ օգնում էր շնչել։ Երբ հավաքվում էր գնալ, նկատեց մի կերպարանք նստարանի վրա, ափի եզրին։ Նա աչքերը պտտեց, չհավատալով, սիրտը արագացրեց ռիթմը։ Տղամարդը մուգ վերարկուով իմ շարֆով հանգիստ նստած էր, կարծես պարզապես սպասում էր։ Նա չշարժմեց, եւ այնուամենայնիվ նա գիտեր, դա նա էր։ Արամը անմիջապես չշրջվեց, միայն երբ նա ավելի մոտեցավ, նա վեր կացավ, ոչ պաթոս կար, ոչ բարձրաձայն բառեր։ Նա նայում էր նրան այնպես, կարծես նրանց միջև եղած ամեն ինչ նոր էր սկսվում, եւ գուցե այդպես էլ էր։ Չկարողացա չվերադառնալ, հանգիստ ասեց նա։ Այսօր այն օրն է, որը քեզ համար շատ բան է նշանակում։ Չէի ուզում, որ մենակ լինես։
Նա նայում էր նրան, եւ բոլոր հարցերը ցրվեցին, որովհետեւ պատասխանը ոչ նրա բառերում էր, այլ նրա արարքում։ Նա վերադարձել էր ոչ իր համար, այլ իր համար, նրանց ընդհանուր լռության համար։ Նա շարունակեց. Ես չգիտեմ ինչ կլինի վաղը, այնտեղ Երևանում ամեն ինչ բարդ է, բայց գիտեմ, որ կուզենայի կողքիդ լինել։ Ոչ պարտադիր այստեղ, ոչ պարտադիր քաղաքում, պարզապես կողքիդ։ Չեմ ուզում, որ այն ամենը, ինչ եղել է, մնա միայն նամակներում։ Ուզում եմ, որ միասին որոշենք, որտեղ եւ ինչպես ապրել։ Նա նստեց կողքը, նրանք նայում էին ջրին, աշնանային դատարկությանը, որը հիմա այլևս չէր վախեցնում, եւ Արամը դադարից հետո խոսեց իր նոր նախագծի մասին։ Նա վերադարձել էր ոչ միայն նրա մոտ, նա եկել էր գաղափարով, գյուղում բացել մշակութային կենտրոն, ոչ բարձրաձայն կարգախոսներով, այլ կոնկրետ նպատակով, գրադարան, երեխաների դասընթացներ, հանդիպումների վայր։ Եվ նա ուզում էր անվանել այն Հայկի անունով։ Անահիտը սկզբում չհասկացավ։ Քո ամուսնու, բացատրեց նա, որովհետև շնորհիվ նրա դու դարձար այնպիսին, ինչպիսին ես, իսկ դու փոխեցիր ինձ։ Նա չկարողացավ պատասխանել, միայն վերցրեց նրա ձեռքը, եւ այդ դիպչումը պարունակում էր ամեն ինչ՝ հրաժեշտ անցյալին, ընդունում ներկային եւ թույլտվություն ապագային գալու։ Մի քանի շաբաթ առաջ Անահիտը չէր կարող պատկերացնել, որ կրկին կնստի լճի ափին, կողքին մարդու, ով փոխել էր իր պատկերացումները ներկայի մասին, բայց նա նստած էր կողքին, վերարկուով փաթաթված ցուրտ քամուց, լռության մեջ, որը ոչ անհարմար էր, այլ ընդհակառակը տաք։ Նա վերադարձել էր ոչ իր մասին հիշեցնելու, ոչ մեղքի զգացում առաջացնելու համար։ Նա վերադարձել էր, որովհետև ուզում էր լինել իր աշխարհի մասը, որքան էլ պարզ կամ հանգիստ թվար դա։ Եվ այդ ընտրության մեջ ոչ ճնշում կար, ոչ անհրաժեշտություն ապացուցելու, որ իրավունք ունի դրա վրա։ Նա պարզապես եկել էր որպես մարդ, ով գիտեր, որ իրեն սպասում են։ Այդ օրվանից շատ բան փոխվեց։ Գյուղում լուրերը արագ էին տարածվում։ Մեկը շշնջում էր խանութի մոտ, մեկը գլխով էր հաստատում հարգանքով անցնելիս, բայց ոչ ոք ավելորդ հարցեր չէր տալիս։ Նրանք տեսնում էին, որ Արամը կրկին այստեղ է, բայց հիմա նա ոչ պարզապես հյուր էր, այլ դարձել էր իրենցը։ Մարդիկ, որոնք նախկինում զգուշորեն էին նայում անծանոթին, հիմա ընդունում էին նրա մասնակցությունը որպես ինքնին հասկանալի, որովհետև գործողություններն ավելի շատ են ասում, քան բառերը։ Իսկ Արամը գործում էր հանգիստ, վստահ, հետևողական։ Լճի մոտ հանդիպումից մի քանի օր անց նա գնաց գյուղապետի մոտ եւ առաջարկեց կոնկրետ պլան։ Նրա գաղափարը այն էր, որ հին, վաղուց փակված եւ ժամանակի կողմից քանդված ակումբի տեղում կառուցվի նոր հասարակական տարածք։ Ոչ թանգարան, ոչ գրասենյակ, այլ կենդանի վայր։ Գրադարան, արհեստանոցներ, հավաքների դահլիճ, երեխաների խմբակների տարածք։ Նա չէր գովազդում իր անունը, չէր խնդրում ցուցանակներ, չէր պնդում շքեղության վրա։ Նրան պետք էր միայն համաձայնություն։ Թույլտվությունը տվեցին արագ։ Փողերը եկան Երևանյան հաշվից, բայց առանց անունների։ Արամը չմասնակցեց մրցույթներին, չկազմակերպեց հանդիպումներ պաշտոնյաների հետ։ Ամեն ինչ ընթանում էր հանգիստ, աշխատանքային կարգով։ Եվ արդեն 2 շաբաթ անց խոտածածկ տարածքում հայտնվեցին բանվորներ, բեռնատարներ, շինանյութեր։ Անահիտը դիտում էր դա խոհանոցից, թե եփելով եւ նայելով պատոհանից։ Նա չէր միջամտում, չէր մեկնաբանում։ Իր մասնակցությունը այլ էր, կողքին լինելը։ Ամեն երեկո նա վերադառնում էր տուն, ցեմենտի եւ փայտի հոտով, կեղտոտ կոշիկներով, հոգնած ուսերով, եւ ամեն ինչ ճիշտ էր։ Նա ընդունում էր նրան ոչ որպես հյուր։ Նա իր առօրյայի, իր ռիթմի, իր ընտրության մասն էր։ Մի քանի անգամ հարևանները մոտեցան նրան։ Անահիտ, նա իսկապես մնաց քեզ մոտ։ Նա չճշտեց, պարզապես գլխով հաստատեց, երկար ժամանակով։ Նա չգիտեր պատասխանը, բայց ամեն անգամ ասելով այո, զգում էր, թե ինչպես կրծքումը ավելի հանգիստ է դառնում, որովհետև հիմա ամեն ինչ տեղի էր ունենում ոչ հարկադրանքով, ոչ պարտքով, այլ ցանկությամբ, այդ հազվադեպ համընկնումով, որը անհնար է պլանավորել, բայց որը չի կարելի անտեսել։ Երբ կենտրոնի շենքը սկսեց ձև ստանալ, Արամը հրավիրեց Անահիտին զննել այն։ Նա մտավ տարածք դեռ ներկի եւ փայտի հոտով եւ անմիջապես հասկացավ, որ սա պարզապես նախագիծ չէ։ Այստեղ կային պատուհաններ գետի տեսարանով, ընդարձակ դահլիճ, որտեղ պատին արդեն կախված էր էսկիզը, գրություն, Հայկի անվան կենտրոն։ Նրա շունչը կտրվեց։ Ուզում էի, որ այս վայրը լինի ոչ իմ մասին, ասաց նա, այլ քո եւ նրա մասին, ապրելու ընտրության մասին, նույնիսկ երբ թվում է, թե ամեն ինչ կորած է։
Նա ոչինչ չկարողացավ պատասխանել։ Նրա մատները դողում էին, բայց ոչ ցրտից։ Արամը հասկանում էր, նա չէր խնդրում բառեր, միայն դրեց ձեռքը նրա ուսին։ Հետո նա նստած էր տանաստիճաններին և մոտեցավ 10 տարեկան հարևան աղջիկը։ Նա թղթի թերթիկ տվեց։ Սա ձեզ համար է, մայրս ասաց, որ դուք հիմա գրեթե տնօրեն եք։ Թղթի վրա նկարված էր այդ կենտրոնը, պատուհաններով, ծառերով, երեխաներով, և կողքին տղամարդ և կին։ Աղջիկը ստորագրել էր. տուն, որտեղ բարին սկսվում է։ Անահիտը զսպեց արցունքները, որովհետև հիմա դա իսկապես իր տունն էր։ Տուն, որտեղ կյանքը կրկին դարձել էր հնարավոր, ոչ որպես հիշողություն, այլ որպես առաջընթացի ճանապարհ։ Կենտրոնի բացման օրը նշանակվեց դեկտեմբերի կեսերին, արդեն կայուն ցրտեր էին կանգնած, ձյունը ծածկել էր գյուղը խիտ շերտով, և արևը հայտնվում էր միայն կարճ ժամանակով, հազիվ լուսավորելով ձյունապատ տանիքները և հազիվ նկատելի արահետները։ Նոր շենքի շուրջը, կոկիկ, պարզ, բայց ընդարձակ եռում էր աշխատանքը։ Բանվորները ներկում էին պատուհանները, տեղադրում կահույքը, կախում էին դարակները։ Երեխաները վազում էին շուրջը, սպասելով, թե երբ վերջապես կթույլատրեն մտնել։ Մարդիկ գալիս էին և առաջարկում օգնություն։ Մեկը թերմոսով թեյ էր բերում, մեկը հին գրքեր, մեկը պարզապես բարի խոսք։ Անահիտը դիտում էր ամեն ինչ զգուշավոր ուրախությամբ։ Մի կողմից հպարտանում էր, որ մասնակցում է այդպիսի կարևոր բանի։ Մյուս կողմից դեռ ամբողջությամբ չէր հավատում, որ սա կապված է իր հետ։ Երբ նա մտնում էր շենք, որտեղ պատին փայլում էր գրությունը իր հանգուցյալ ամուսնու անունով, կոկորդը սրվում էր ոչ վշտից, այլ նրանից, որ անցյալը վերջապես ձև էր ստացել, առանց մոռացության պահանջի, բայց տեղ տալով ապագային։ Արամը ամենուր էր, նա լուծում էր մատակարարների հետ հարցերը, խորհրդակցում էլեկտրիկների հետ, խորհրդակցում ուսուցիչների հետ, որոնց հաջողվել էր գրավել առաջին խմբակների կազմակերպման համար։ Նրա էներգիան չէր մարում, բայց դրանում այլևս չկար նախկին շտապողականությունը։ Նա այլևս ոչինչից չէր փախչում, նա գնում էր դեպի նպատակը։ Եվ ամեն երեկո նա վերադառնում էր Անահիտի տուն, հանում ձեռնոցներն ու կոշիկները, նստում վառարանի մոտ, խմում նրա թեյը, լսում նրա լռությունը, ընդունում նրա ներկայությունը որպես ինչ-որ անբաժանելի բան։ Բայց ամեն ինչ չէր կարող հավերժ շարունակվել այս հավասարակշռության մեջ։ Բացման նախօրեին Արամն առաջինը խոսեց։ Նա նստած էր խոհանոցում, մի կողմ հրելով չխմված սուրճի բաժակը և երկար նայում էր պատուհանից դուրս։ Ինձ առաջարկեցին վերադառնալ տնօրենների խորհրդում, հանգիստ ասաց նա։ Գործընթացը սկսվելուց հետո շատ բան փոխվեց։ Ես օգնեցի փաստաբաններին, տվեցի ցուցմունքներ, փոխանցեցի փաստաթղթեր։ Այնինչ արեցի, ոչ միայն մաքրեցի մանունը, այլև հնարավորություն տվեց ուղղել համակարգի սխալները։ Անահիտը լսում էր առանց ընդհատելու։ Նրանք առաջարկում են ոչ պարզապես վերադառնալ, նրանք ուզում են, որ ես ղեկավարեմ նոր կառույցը։ Ամեն ինչ կլինի այլ կերպ։ Թափանցիկություն, անկախություն, նոր պայմաններ։ Սա այն է, ինչի մասին երազել եմ շատ տարիներ։ Նա լռեց, սպասելով արձագանքի, բայց Անահիտը մնաց հանգիստ, միայն հայացքը դարձավ ավելի կոշտ։ Դու ուզում ես վերադառնալ, վերջապես հարցրեց նա։ Ուզում եմ և չեմ ուզում, ազնվորեն պատասխանեց նա։ Այնտեղ իմ էներգիան է, իմ գիրքը, իմ գիտելիքները, բայց այստեղ իմ լռությունն է, իմ ազնվությունը, իմ ներկան։ Նա գլխով հաստատեց։ Դադարը կախվեց նրանց միջև։ Ես չեմ խնդրում քեզ գնալ, ավելացրեց նա։ Չեմ խնդրում թողնել տունը, գրել իմ հետ պայուսակները, ընտելանալ օտար փողոցներին։ Ես հարցնում եմ, պատրաստ ես կողքիս լինել, նույնիսկ եթե կողքիս լինելը նշանակի ոչ միայն այս տունը, այլ ինչ-որ ավելի մեծ, բարդ աղմկոտ բան։ Անահիտը իջեցրեց աչքերը։ Սիրտը սեղմվեց ոչ վախից, այլ հասկացությունից, որ իրեն սպասվում է ընտրություն։ Մնալը նշանակում է ապրել սովորական, հանգիստ կայուն։ Գնալը նշանակում է կրկին սկսել զրոյից։ Բայց հիմա սա ոչ կորուստի վախ էր, այլ իրեն կորցնելու վախը։ Նա վեր կացավ, անցավ խոհանոցով, դրեց թեյնիկը, ամեն ինչ ինչպես միշտ։ Եվ այդ սովորականության մեջ հանկարծ հասկացավ, նա չի վախենում Արամի աշխարհից։ Նա վախենում է կորցնել այն աշխարհը, որը կառուցել են այստեղ, այն, որտեղ գտել է ոչ պարզապես տղամարդ, այլ գործընկեր, ոչ պարզապես պաշտպանություն, այլ հարգանք։ Եվ եթե այդ աշխարհը կարող է գոյություն ունենալ տան պատերից դուրս, ապա նա պատրաստ է։ Իմ մոտ մեկ պայման կա, ասաց նա, առանց շրջվելու։ Ասա, ես չեմ ուզում կորցնել ճշմարտությունը, չեմ ուզում լինել միլիոնատիրոջ կին, չեմ ուզում լինել ստվեր։
Եթե գնում ենք, ես մնում եմ ինքս, թխում եմ հաց, աշխատում եմ մարդկանց հետ, գնում շուկա։ Ես չեմ դառնա պատկեր, չեմ դառնա քո ստվերը։ Արամը վեր կացավ, մոտեցավ։ Նա չկպավ նրան, միայն նայեց աչքերին։ Ես սիրահարվել եմ ոչ թե մայրաքաղաքի կնոջը։ Ես սիրահարվել եմ այն կնոջը, ով պահում է վարարանը, ում վստահում են երեխաները, ով բացում է դուռը փոթորկի ժամանակ։ Եվ եթե գաս, դու չես կորցնի քեզ, դու կընդլայնես քո աշխարհի սահմանները, ոչ թե կփոխարինես դրանք։ Նա նայեց նրան եւ գլխով հաստատեց. Սա ոչ խոստովանություն էր, ոչ ռոմանտիկ տեսարան, սա երկու չափահաս մարդկանց պայմանագիր էր, ովքեր անցել էին կորուստների, մենակության, վախերի միջով եւ ընտրել էին ոչ փախչել, այլ գնալ կողք կողքի, ոչ հետևից, ոչ առաջից։ Իսկ կողքին Հայկի անվան կենտրոնը բացվեց ցուրտ օրը, երբ սպիտակ ձյունը հարթ շերտով ընկած էր յուրաքանչյուր տանտանիքին, իսկ օդը այնքան մաքուր էր, որ գրեթե փխրուն էր թվում։ Մարդիկ հավաքվել էին առավոտից, կանայք տաք գլխաշորակներով, տղամարդիկ մորթե գլխարկներով, երեխաներ գունավոր կոմբինեզոններով։ Շենքի ներսում ջերմությունը տարածվում էր նոր ռադիատորներից և թարմ փայտե պատերից, իսկ օդում շրջանառվում էր թեյի, կարկանդակների և թարմ եփած սուրճի բույրը։ Արամը կանգնած էր մուտքի մոտ, ոչ բեմում, ոչ ուշադրության կենտրոնում, այլ կողքին նրանց, ովքեր եկել էին։ Նա ելույթ չէր ունենում, նրա անունը բարձր չէր հնչում, բայց յուրաքանչյուր ոք նայում էր շենքին, գրքերին, հայտարարությունների տախտակին, գիտեր, որ դա շնորհիվ նրա է։ Անահիտը դիտում էր տեղի ունեցողը մի փոքր կողքից, նրա վրա պարզ վերարկու էր, ձեռքին հյուսված զամբյուղ կարկանդակներով։ Երբ երեխաները վազում էին մոտը, նա կռանում էր հյուրասիրում ժպտում։ Նրա հայացքում ոչ հոգնածություն կար, ոչ շփոթվունք։ Նա օտար չէր թվում այս մարդկանց մեջ։ Նա իրենցից մեկն էր, միայն հիմա նոր պատմությամբ, որտեղ նա ոչ կորցրել էր իրեն, ոչ էլ փակվել հինի մեջ։ Պաշտոնական մասից հետո, երբ հյուրերի մեծ մասն արդեն գնացել էր, Արամը մոտեցավ նրան։ Նա հանեց ձեռնոցները, դիպչեց նրա ուսին և հանգիստ ասաց. «Ես գտա տունը, ոչ շենքը, ոչ սենյակը, այլ քեզ»։ Նա անմիջապես չպատասխանեց, պարզապես վերցրեց նրա ձեռքը և ամուր սեղմեց։ Նրանք լուր գնացին դեպի տուն։ Ձյունը ճռճռում էր օդքերի տակ, գյուղի վրա արդեն սկսվում էր կապույտ մթնշաղը։ Տների պատուհաններից լույսեր էին վառվում, վառարաններում ճաքճքում էին գերանները։ Կյանքը շարունակվում էր սովորական ռիթմով, բայց հիմա նրանց համար այն ուներ այլ նշանակություն։ Հարսանիքը խաղացին համեստ, առանց բարձրաձայն երաժշտության, առանց հարյուրավոր հյուրերի, առանց պաթոսի։ Միայն մերձավոր հարևանները, Արամի մի քանի ընկերներ, որոնք եկել էին քաղաքից, և երեխաները, որոնք պարզվեց ամենաշատը սպասում էին այսօրվան։ Հարսանեկան արարողությունը անցավ հին գյուղական եկեղեցում, փայտե պատերով, համեստ մոմերով, հետո ճաշը եղավ տեղական ակումբում, բնակիչների ուժերով սեղաններով։ Ոչ ոք կենացներ չէր ասում տպավորություն թողնելու համար, ասում էին պարզ տնային կերպով, սրտից։ Եվ երբ Անահիտը դուրս եկավ բակ շունչը թարմացնելու համար, մոտեցավ նույն աղջիկը, ով բերել էր նկարը։ Հիմա սա նաև քո տունն է, ասաց նա և տվեց մեկ այլ թերթիկ։ Դրա վրա մանկական ձեռագրով գրված էր. «Սերը ապրում է այնտեղ, որտեղ լույս կա, նույնիսկ եթե պատուհանից դուրս մութ է»։ Անահիտը ժպտաց, վերցրեց նկարը և վերադարձավ դահլիճ։ Արամը սպասում էր նրան սեղանի մոտ։ Նա ձեռքին պահում էր կոմպոտի բաժակ, խոսում էր հարևանի հետ ճանապարհի շինարարության մասին և ծիծաղում։ Ոչ բարձրաձայն, ոչ ցուցադրական, պարզ և իսկապես։ Ժամանակի ընթացքում տունը, որտեղ նրանք հիմա ապրում էին միասին, չփոխվեց։ Այն դեռ ճռճռում էր քամու ժամանակ։ Վառարանը ճաքճքում էր առավոտյան։ Պարտեզում աճում էին խնձորենիները, բայց հայտնվեցին նոր մանրամասներ։ Պատերին լուսանկարներ, դարակներում գրքեր, ընդհանուր տետրակ ապագա նախագծերի գաղափարներով։ Արամը շարունակում էր աշխատել, բայց հիմա ընկերությունը ղեկավարում էր ոչ ինչպես նախկինում։ Նա կառուցել էր թիմ, պատվիրակել էր, գալիս էր Երևան մի քանի օրով, բայց միշտ վերադառնում էր։ Նրա կյանքն այլևս չէր բաժանվում այնտեղ և այստեղի։ Ամեն ինչ դարձել էր մեկը։ Անահիտն էլ փոխվել էր։ Արտաքինից նա դեռ թխում էր հաց, գնում շուկա, օգնում հարևաններին։ Բայց հիմա նա վարում էր դասընթացներ կենտրոնում,
սովորեցնում կանանց թխել, անցկացնել տոներ, նույնիսկ հաշվապահության հիմունքներ։ Նա դարձել էր հենարան ոչ միայն Արամի, այլև ամբողջ գյուղի համար, ոչ որպես առաջնորդ, այլ որպես այն մեկը, ում մոտ գալիս են խորհրդի համար, որովհետև գիտեն, նա չի դատի և չի շրջվի։ Նրանց առօրյան պարզ էր, առավոտը սկսվում էր թեյով, օրը աշխատանքով, երեկոն խոսակցություններով վառարանի մոտ։ Երբեմն վիճում էին, երբեմն լռում, երբեմն զբոսնում անտառում, բայց հարսանիքից ի վեր ոչ մեկ անգամ չզղջացին իրենց որոշման համար, որովհետև գտել էին գլխավորը, ոչ գիրքը, ոչ զգացմունքների փոթորիկը, այլ վստահությունը, այն, որը ծնվում է հարգանքից, ընդունումից, կողք կողքի լինելու կարողությունից։ Անցավ 1 տարի, կրկին եկավ ձմեռը, կենտրոնը աշխատում էր լիարժեք։ Երեխաները պատրաստվում էին Սուրբ Ծննդյան ներկայացմանը, մեծահասակները քննարկում էին ջերմոց կառուցելու պլանը։ Անահիտի և Արամի տանը կանգնած էր եղևնի, զարդարված փայտե և թղթե խաղալիքներով։ Պատուհանի տակ ընկած էր գիրքը, նույնը, որը նա կարդում էր, երբ առաջին անգամ մնաց տանը, և կողքին նոր նամակ, որը նա գրել էր, բայց չէր ուղարկել, պարզապես դրել էր դարակում։ Դրանում շնորհակալության խոսքեր էին ճակատագրին, ոչ հրաշքի համար, այլ հնարավորության համար, հանդիպման համար, նրա համար, որ մի ժամանակ ուժեղ փոթորքի ժամանակ բացել էր դուռը անծանոթին։ Հիմա փոթորիկը մնացել էր միայն հիշողության մեջ, իսկ տանը տիրում էր հանգիստ և սեր, այն սերը, որը չի գալիս հանկարծակի, այլ կառուցվում է օրեցօր։ Այնտեղ, որտեղ սպասում են, այնտեղ, որտեղ չեն վախենում լինել իրենք, այնտեղ, որտեղ ապրում է լույսը, նույնիսկ եթե պատուհանից դուրս մութ է։